Էթնոս ապրելու իմաստը ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Հարց է տրվել եւ հարցը շատ տեղին եւ հարցը շատ իմաստալից հարց է, դրա համար պատասխանեմ այս հարցին։ Հարցը այսպիսին է, որը տվել է երիտասարդը։ Այս ազնվորությունն է տվել իմ մոտ նախորդ ֆիլմում։ Բարև ձեզ, պարոն, ես ձեզ վաղուց հետևում եմ, իմ անունը Արտակ է։ Խելացի մարդ եք դուք, կուզենայի լսել ձեր կարծիքը, կասեք, թե որն է մարդկության գոյության իմաստը, ընդհանրապես կանխավ, շնորհակալություն։ Սա շատ կարևոր հարց է եւ այս հարցից է կախված մենք սիրում ենք, մենք ուզում ենք մեր հայրենիքը, թե մենք թողնելու ենք հայրենիքը գնանք ամեն տեղ էլ մտածելով, որ դա հայրենիք է, հող է։ Հիմա այս հողի վրա էլ ապրենք, նորից կա եւ թթվածին եւ օդ եւ միևնույն ժամանակ ջուր ուտելիք կճարենք, կապրենք, թե Հայաստանում դա հարմարեցնելով նույնը կամ մահանանք ինչ կլինի մեզ հետ։ Դրա համար այս բոլոր հարցերը կախված են իրարից եւ երբ այստեղ ասում եմ էթնոս ապրելու իմաստը, ապա բացատրեմ հիմա սա եւ էթնոսը եւ ապրելու իմաստը։ Շատ ֆիլմերում եմ անդրադարձել սրան, բայց այս անգամ Հայաստանի այս վիճակից ելնելով շատ համառոտ ձևով ներկայացնեմ այս ամենը։ Ամենից կարևորը ժամանակն է։ Մարդու եւ ընդհանրապես ինչը գոյություն ունի տիեզերքում, կարևոր երևույթը դա ժամանակն է։ Եթե մենք վերցնենք տիեզերքը, ապա տիեզերքը դա մի գունդ է, որի մեջ տեղավորված են բազմամիլիարդ գալակտիկաներ, գալակտիկաների մեջ բազմաթիվ ինչպես մեր արեգակն է հանդիսանում աստղ, նույնպես տարբեր չափերի աստղեր եւ աստղերից որոշները ունեն նաեւ մոլորակներ, որից հետո փոքրանում ենք, գալիս ենք երկիր մոլորակը եւ մարդ արարածը։ Այսինքն այս ամենը նորից քննարկենք։ Տիեզերքի տարիքը ավելի մեծ է, միլիարդավոր անգամ, քան գալակտիկայինը, քանի որ տիեզերքում է ստեղծվել գալակտիկան։ Գալակտիկայի տարիքը պետք է մեծ լինի, քանի որ գալակտիկայում է գտնվում արեգակնային մեր համակարգությունը։ Արեգակնային համակարգությունում երկիր մոլորակը նույնպես խոսում է նրա մասին, որ արեգակը ավելի ծեր պետք է լինի, քան երկիրը։ Այս այդ միլիարդների տարբերությունը չասեմ, որ ներկայացնում են, դա այլ թվեր է մեր հաշվարկներով տիեզերքի չափերը, տիեզերքի կենտրոնից ունեցած մեր հեռավորությունը եւ այլ թվանշաններ են տալիս, դրա համար միայն այս ձևով ներկայացնեմ։ Եվ երկիր մոլորակում մարդ արարածը։ Եթե մենք համեմատենք սրանց տարիքները, թե որը որքան պետք է ապրի, եւ մարդ արարածը ամենից շատ միջինը, եթե որևէ պատահար չի պատահում, դա առաջ մի 100-150 տարի առաջ այլ թիվ էր, մի 500 տարի առաջ այլ թիվ էր, որը ավելի քիչ էր, քան հիմա։ Իսկ հիմա մոտավորապես 70-75 տարին է հանդիսանում այն ծայրագույն աստիճանը, որոշ մարդիկ ապրում են մինչև 90-100 եւ ավելի, դա չի, բայց ընդհանուր մարդկությունը ապրում է մոտավորապես 75 տարեկան, ոչ ավելի։ Այսինքն, եթե մենք ապրում ենք 75 տարի, երկրագունդը ապրում է մի քանի միլիարդ տարի, դա ինչ է նշանակում, որ ինչի պետք է ապրենք, մենք մեզ ոչնչացնենք, իհարկե ոչ։ Եթե տիեզերքը, ինչպես ես նշել եմ, կա տիեզերքի օրենք, կա բնության օրենք եւ կա հայ աստվածների օրենք։ Եթե ըստ տիեզերքի օրենքների մեր մարդ արարածի մարմինը կարողանում է երկիր մոլորակում
իր գոյատևությունը պահպանել այդքան տարի, ապա մենք պետք է շնորհակալ լինենք եւ տիեզերքից եւ բնությունից, որ այդքան կարողանում ենք մենք ապրել։ Քանի որ եթե իրականում դուք հասկանաք տիեզերքը, դա այնպիսի մի երևույթ է, որը միշտ պայքար է, իսկ եթե մարդը չի պայքարում, մարդը կործանվում է։ Այդպես նույնպես տիեզերքում ամեն ինչ կախված է ուժից, որքան հզոր է եւ ուժեղ է, նա դիմադրում է, որքան թույլ է եւ ընկճվում է, նա պարտվում է։ Եվ այդ է նաեւ բնության օրենքը։ Իսկ բնության օրենքը ինչ է ասում։ Բնության օրենքը խոսում է այն մասին, որ ոչինչ դա հավերժ չէ։ Նույնը տիեզերքի օրենքները, բայց եթե հավերժ չէ, ապա ինչ։ Եթե մենք հավերժ չենք ապրելու, մենք մեզ սպանենք, վերանանք։ Քրիստոնեության մեջ խոսում է, որ իբր բարձրանում են երկրին Աստծո մոտ, մի մասը դրախտ է գնում, մի մասը դժոխք։ Այդ հիմարությունն էլ թողնենք մի կողմ եւ դիտարկենք այսպիսի բան. մարդը մահացավ, այսինքն ինքը վերացավ, բայց այստեղ կա նաեւ այլ հարց. ինչ են հայ աստվածները դրել այն բոլոր օրենքները, որով մարդը ապրի, քանի որ այդ տիեզերքի օրենքները, բնության օրենքները, հայ աստվածների օրենքները, եթե մարդը կատարում է, ապա նրա մահից հետո, նրանից դուրս եկած այդ հիշողությունը, որ դուք ասում եք հոգին դուրս եկավ, դա հոգի չի, ձեզ այդտեղել են խաբել, դա այն հիշողությունն է, որ այլևս այդ սառած մարմնին ոչինչ էլ պետք չէ։ Եվ նա թափառում է երկիր մոլորակի այդ ամբողջ տարածությունում մագնիսական դաշտից ոչ դուրս թափառում է եւ պատահական հանդիպում է ինչ-որ մեկի։ Եվ դուք ինչ եք ցանկանում, որ ձեր այդ նվազ, այդ վախկոտ կամ ձեր ընկճված հոգին մտնի ինչ-որ մեկ ուրիշի մեջ, որը ծնվելու է։ Միգուցե ձեր երեխան, ձեր թոռը չէ, ձեր թոռի թոռը չէ, հարևանինն է, կամ միգուցե հենց ձերն է, ինչի չեք ցանկանում, որ նա լինի հզոր հոգի, լավ հիշողություններով, պայքարող հիշողություններով, իր եսը առաջ տանելով, որ կարևորը օրենքներն է եւ օրենքներով պետք է շարժվել, ոչ թե այն օրենքներով, որ Հայաստանի համար է գրել եւ KGB-ն եւ բրուտը, այլ այն օրենքներով, որը հանդիսանում է տիեզերքի, բնության եւ հայ աստվածների օրենքները։ Եվ եթե տիեզերքը մեզ ժամանակ է տվել այդքան ապրելու, մենք պետք է եւ տիեզերքին եւ բնությանը շնորհակալություն հայտնենք եւ այն բարիքները, որը ստեղծել է տիեզերքի եւ բնությունից տրված դրան գումարելով հայ աստվածների ստեղծած բարիքները, մշակովի բույսերը, ընտանի կենդանիները եւ հայ աստվածներից շնորհակալ լինենք եւ շարունակենք մեր կյանքը, այդքան է տված, այդքան պետք է ապրենք։ Մի անգամ մի ֆիլմում ասացի, որ ես իմ միսիան կատարելուց հետո, քանի որ ինձ կվերացնեն, ես ինքս կվերացնեմ, մինչ այդ վայ նման բան մեկ անի, իսկ ձեզ ինչ է թվում, ինչ է դա կյանքը։ Կյանքը դա գործողություն, մի մեծ բան, ինչ հնարավոր է, որ կատարում ես ազգիդ համար, մարդկության համար եւ դրանից հետո դու ապրես թե չապրես, դա այլևս նշանակություն չունի, բայց եթե դրանից հետո քեզ պետք է տանջեն, ավելի լավ չէ դու ինքդ քեզ վերացնես, բայց այստեղ հարցը դա չէ, հարցը նա է, թե երիտասարդի տված հարցը, որն է նպատակը։ Նպատակը մեկն է, մարդկության գոյատևության նպատակը մեկն է, քանի որ տիեզերքը ստեղծել է այս ամենը, թե ինչից է ստեղծվել, ասել են, ոչինչից է ստեղծվել ամեն ինչ, բայց ինչ է ոչինչը, այդ մասին դեռ լռենք, երբ որ եթե
հանկարծ Հայաստանի հետ վատ բան պատահի, դրանից հետո ես ինձ իրավունք կվերապահեմ այդ ամենը լուսաբանել։ Նաև հարց են տալիս, որ ձեզ 5-6 հազար հոգի է լսում, որ լուսաբանեցիք, ինչ դրանից ավել մարդ չի լսելու, ոչ։ Իսնից առաջ կխոսեի Խալթեցին, որը կխոսի Մեսենում, կխոսի նաև համաշխարհային գնովի այլ սայթերում հեռուստաալիքներին կուղարկվի, դրանից հետո ես կխոսեմ։ Եվ նույնը կուղարկվի այդ բոլոր ալիքներին, բոլոր պետություններին, տարբեր ձևերով, որպեսզի բոլորն ունենան։ Ոչ թե այստեղ YouTube-ում այս փոքրիկ լսարանի համար այս ամենը կատարվի։ Այստեղ դա չի հարցը, երիտասարդի հարցին անդրադառնամ, գոյության իմաստը ընդհանրապես, մարկության։ Մարկությունը կարող է ինքը իրեն վերացնել և դրանով հարցը կփակվի։ Բայց դա հարցի գեղեցիկ լուծում է, ինչպես նաև հարց էին տվել, 111-ը ունի նաև Խալթեցիկ ստեղծել են սարք, որը կարողանում է մատերիան անհետացնել, ինչպես նաև հիմա ասեմ, եթե գալակտիկան հասնում է տիեզերքի վերջին, ապա նա անհետանում է, ոչնչանում է, այլևս չկա։ Տիեզերքը նույնպես պետք է անհետանա, ոչնչանա։ Դրանից հետո նոր ստեղծված տիեզերքը մի քանի միլիարդավոր տարիներ հետո մեզ հետ ընդհանրապես կապ չունի, բայց առանց տիեզերքի նաև ոչինչը չի կարող մնալ։ Դրա համար նա պետք է ստեղծի մի քանի 0.13 վայրկյան հետո պետք է ստեղծի մի նոր տիեզերք։ Գալակտիկաները եթե մահանում են, ապա աստղերը նրանց և մենք պետք է մահանանք։ Եվ եթե պետք է մենք հասնենք այստեղ մահանանք, հիմա մենք մեզ սպանենք, թե չէ, դա լավ է թե վատ, ապա ինքներդ մտածեք, դա լավ է թե վատ։ Եթե մեզ տրվել է շանս ապրելու, ստեղծելու, ճիշտ է, մարդը տանջվելով ծնվում է, տանջվելով մահանում։ Բայց եթե մենք դա պետք է հաշվի առնենք և չծնվեինք և չմահանանք, ապա դառնում է, որ մենք ոչնչություն ենք։ Իսկ ամեն ինչ կատարվում է տիեզերքում, ինչ կատարվում է երկիր մոլորակում, այդ ամենը բնական է, միայն բնական չէ վերջին 3000 տարում ինչ բրուտները կատարում են, դա աննորմալ երևույթ է, ինչ մեզ հետ կատարվում է հիմա։ Բայց հրաժարվել կյանքից, վերջ տալ կյանքին կամ մարկությունը վերջ տա կյանքին, դա հնարավոր է։ Թեպետ նաև Ժնևում էկալադր են դրել, այդ սարքը կարող է ինքը սխալ ձևով օգտագործեն և երկիրը նույնպես անհետանա, լուսինը դառնա երրորդ մոլորակը։ Նույնը 111-ը կարող է ցանկացած պահի երկիր մոլորակը վերացնել, անհետանա, ոչ թե ինչ-որ բան, եթե մարդը մահանում է, ապա նրան տանում ենք, թաղում ենք, ոսկորները և այլն փթում, ոսկորները մնում է երկար, հազարավոր տարիներ։ Բայց եթե մատերիան, օրինակ երկաթը, քարը, երկրագունդը, Մենդելեևի բոլոր աղյուսակով այդ ամենը կա, հետո տեսնում ես, որ չկա, դա է անհետացումը։ Եվ նույնը կատարում է գալակտիկաների հետ, երբ որ մոտենում են տիեզերքի վերջին են մոտենում։ Բայց եթե մենք մտածենք, որ դա պետք է լինի, դա կա, չապրենք, դա նույնպես սխալ է։ Եվ քանի որ տիեզերքը ունի օրենք և տիեզերքի օրենքին ենք մենք ենթարկվում, տիեզերքը մեզ սնում է այն էներգիայով և տվել է երկիր մոլորակը, որպեսզի մենք այդտեղ ապրենք, սա էլ բնության օրենքները, այսինքն ամեն մի 80,000 տարին մեկ անգամ մարկությունը սկսում է 0 կետից, նորից բարձրանում 80,000 տարի ապրում, նորից սկսում է 0 կետից, այդպես շարունակ։ Եթե մենք դա էլ հաշվի առնենք բնության օրենքները, ապա պետք է չապրեինք։ Իսկ եթե մենք դիտարկենք հայ աստվածներին, որոնք
վերջին 80,000 տարում ամեն անգամ ստեղծել են, բայց վերջին 80,000 տարում սրանից 76,000 տարի առաջ ստեղծելով այդ բոլոր մշակովի բույսեր, ընտանի կենդանիները կարող էին չանեին եւ շրջվացնելով անտառներում մի 10 հոգի ապրեին, եթե շատանում էին մնացածին մորթեին ուտեին, մի 10 նորից մնային, այդպես հազարավոր տարիներ ապրեին, մինչև նորից վերանային։ Բայց նպատակ են դրել մարդիկ նպատակ են դրել եւ կարևորը այստեղ նպատակն է, ինչի համար ես ապրում, ինչն է քո նպատակը, քո ապրելու նպատակը որն է, այսինքն քո տեսակը պետք է տրված է այդ 3 հնարավորությունը, տրված է բնության, տիեզերքի, հայ աստվածների, հայայի օրենքները եւ այդ օրենքներով դու ապրում ես ստեղծում քո ստեղծածը դու վայելում, այդպիսով ստեղծելով նաև քեզնից զավակներ բազմանում, ոչ թե բազմանում քանակությամբ, այլև ժամանակի ընթացքում։ Դու մահանում ես, քո երեխաներն են ծնվում, քո երեխաների հետո թոռներդ երեխաներդ են մահանում եւ այդպես շարունակ։ Եվ մարդկությունը դրանից եւ բավականություն եւ հաճույք պետք է ստանա իր ապրելուց, իր էթնոսում բնակվելուց, ինչի համար նաև իր էթնոսը անընդհատ շեշտում եմ, նաև անցնենք այդ պահին, էթնիկ հող, 111-ի ուղարկած իրենց մի քանի բառը փոխել են, մի քանի բառը ոչ, էթնիկ նշանակում է երկիր, այսինքն թափված, նորեն ինքնուրույն կյանք, նրանք այլ լեզուներով են, մի քիչ նրանց լեզուն ինձ անհասկանալի է, դրա համար նրանք ինձ թարգմանում են, ես մեկը իմ խնդրանքով այսպես վաղուց ունեի ինձ մոտ եւ ավելի երկար բացատրություններ ունեն, չէին համաձայնվել, որ դրանք տան։ Էթնիկ դա էր նշանակում եւ ես ասացի, որ երկիր լուսին այդ զույգի իրար կրակելու ժամանակ է ստեղծվել մարդ արարածը եւ բնությունն է մեզ ստեղծել եւ տիեզերքն է օգնել այդ ամենը, որ մենք կանք եւ հայ գնահապետ, բայց հայան է հիմնականում, հայ գնահապետը ավելի ուշ է, հայան իր օրենքներով, իր ամեն ինչով, որ մարդը ծնվել է եւ հայը ծնվել է, թափվել է երկնքից, ինչպես NASA-ն վերջերս լուսնի երկու երեսներն էր ուսումնասիրում տարբեր էին, երկու երեսները չերևացողը այլ խոռոչներ ուներ, երևացողը այլ, եւ ես ասել եմ նաեւ նախորդ ֆիլմերից, որ այդ խոռոչներից մի քանիսը նաեւ համապատասխանում են մեր գենին, թե մենք որտեղ են նրանք իրար հարվածել երկիր լուսինը եւ մեր գենը համընկնում է մենք այսօր որտեղ ապրում ենք Հայաստանում, այդ տարածքում եւ ավելի մեծ տարածքում, հասկանալի է, եւ եթե մենք ստեղծվել ենք այս ամեն ինչից եւ մեզ իրավունք է տրվել, որպեսզի մենք ապրենք մեր էթնիկ հողում, ով է մեզ խանգարում, որ մենք մեր էթնիկ հողը պետք է զիջենք ինչ-որ մի տականք երևույթի, այժմ խոսեմ նաեւ այդ մասին, որպեսզի պարզ լինի ձեզ։ Իմ ասածների ապացույցը մի 10-15 ֆիլմ առաջ էր, կարծեմ ասել եմ այդ մասին։ Անահիտ Շաքերզյանը գրել է այստեղ. Ադրբեջանի շատ բնակիչների ԴՆԹ-ն նման է արյունակցական ամուսնությունների պատճառով, ինչպես հաղորդում է Սպուտնիկը, Ադրբեջան Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հավաքել է 700 կենսաբանական նմուշ առաջին Ղարաբաղյան պատերազմում անհատ կորած համարվող 303 ադրբեջանցիների նույնականացման համար, սակայն նույնականացման
ժամանակ խնդիր է առաջացել այն պատճառով, որ Ադրբեջանի շատ բնակիչների ԴՆԹ-ն նման է խառը ամուսնությունների և մերձավոր ազգականների կոմպակտ բնակության պատճառով։ Հասկացաք հիմա ինչն էր պատճառը, երբ որ ես ասում էի, որ հայ աստվածների գերագույն նաև գյուտերից մեկը նա է 7 պորտը այն կողմ ամուսնանալ։ Եթե առաջին հայ մարդիկ, որոնք թափվել են երկնքից, նրանք Հայաստանում ընդհանրապես 2 տեսակ է թափվել, մնացած տեղերում մեկ տեսակներ են, և այդ 2 տեսակներից խաչասերվելով, արդեն հենց առաջի 100 տարուց հետո նրանք արդեն 7-րդ պորտին են ձգել։ Իսկ բրուտի ստեղծած Ադրբեջանը, որը 150-200 տարվա պատմություն էլ չունի այդ տեսակը, 6 ընտանիքների բազմացրել է և 10-12 երեխաներ ունենալով այսօր դարձել են այդքան միլիոնավոր մարդիկ, ադրբեջանցի կոչվածները, և դրա համար էլ նրանք այդպես ոչխար էլ մնացել են, ոչխարացեղ են, ոչխար էլ մնացել են։ Ես մոտ ժամանակ կգտնեմ և Ալիևին լավ կդնեմ իր տեղը, որովհետեւ ընդհանրապես ռուսերեն կասեմ և նաև կասեմ, որ անգլերեն նաև ֆիլմ ստեղծեմ, որովհետեւ դրան ընդհանրապես դրվի իր տեղը, որ հասկանա իր տեղը որտեղ է։ Բայց Ալիևը այստեղ մեղք չունի, այստեղ մեղավորը Հայաստանում դրված այդ տականքներն են։ Եվ ես միշտ ասել եմ, որ Նիկոլի կամ Սերժ կամ այդ 4 տականքների հետևը պաշտպանող այս տականքներին, որոնք նույնպես Հայաստանում կան, ազգ է կոչվում այն տեսակը, որը 2800 տարուց ավելի 7 պորտը միշտ պահպանել է և այդպես շարունակ ապրել է։ Բայց Հայաստանի շատ գյուղերում սրանք այդ գյուղացի տականքներն են, քանի որ թուրքերի կամ պարսիկների այդ ազդեցության ժամանակ նրանք հողերը չտային այլոց, փոքր հասակից քուր ու եղբայր իրանց երեխաներին բաշիկյարդմա են արել, պսակել, և դրա համար այս տականքները տենց տականք ծնվել են, և այս տականքները ոչ հայրենիք ունեն, ոչինչ, քանի որ սրանք հայրենիք ասած բառը, և այսօր սրանց ամենաբարձր պագոնավորներից եմ ներկայացնում, հայրենիք ասած բառը սրանց համար դա զրո է, սրանց համար հայրենիքը դա փողն է, ով փողը տվեց նրանց ծառայում են, և դրա համար եթե սրանց վերջը տալիս ես, այդ Նիկոլ, դրանց վերջը արագ ձևով գալիս է։ Նույնը ինչպես մեր լավ հայրենակցուին է այստեղ նշել, այս նույն երևույթը նաև այս մլիցեքի, այս բոլոր մլիցեքի այրյան մեջ է, որ սրանք պատկերացրեք 75,000 տարի է այս վերջինը տևել, ես մոտավոր եմ ասում 78 ու քանիս այդ կոնկրետ թվերը չասեմ, 75,000 տարի, այդ 75,000 տարվա մեջ պատրաստվել է մինչև 7 պորտ այդ խելացի կատարյալ հայ ազգը, բայց նույնիսկ եթե սրանից 50 տարի առաջ, համարենք որ սա 48-50 տարեկան է, 50 տարի առաջ սրա մերն ու սրա հերը իրար բարեկ ազգականներ են եղել, ապա սա արդեն նորից սկսում է զրոյից, հասկացաք դուք այս ամենը, սա արդեն 7 պորտի հետ կապ չունի, սա արդեն դառնում է խոտան ապրանք, անպետք խոտան փչացած ապրանք, դրա համար ասել եմ, այս փչացած տեսակներին պետք է անմիջապես վերջը տալ, որպեսզի մենք իրական հայերս մեր հայրենիքի և մեր վերջը չտանք, սրանք են պատճառը, որ այդ տականքները կարողանում են նման ձևով լոպազ խոսել։ Այժմ հաջորդը, եթե ձեզ հարց հայերին, եթե ձեզ ձեր էթնոսը
որտեղ առաջին հայի տեսակներն են թափվել երկու տեղ, էստեղ եւ էստեղ, եթե դուք դա համարում եք, որ դա սուտ է, դա քիչ է եւ Ալիևն է ճիշտ, որ սա արևմտյան Ադրբեջան է, ապա ռադներդ քաշեք գնացեք։ Իսկ եթե ձեր մեջ կա մարդկություն, ձեր մեջ կա պատիվ, ապա ամեն ձևով պետք է պայքարել, վերջացնել այս քոր լևոնական, նիկոլական այս տականքներին, տականքությունը եւ երկիրը վերցնել ձեռքը։ Նույնիսկ բրուտը, որը ցանկանում է Հայաստանը ոչնչացնել, եթե տեսնի, որ այնտեղ կան առողջ ուժեր, կան առողջ մարդիկ եւ հասկացել են ամեն ինչ վերացնում են, ինքը կլռի։ Բայց դուք այսօր մոռանալով ամեն ինչ, ես միայն էթնոսն եմ այստեղ ձեզ ասում։ Հիմա ձեր ապրելու նպատակը դուք ինքներդ որոշեք։ Քանի որ մահից հետո կյանք չկա, դուք արդեն վերանում եք, իսկ նա ինչը ձեզնից դուրս է գալու, դա հիշողություն է, կամպյուտերը տաշ ջարդես փշրես, միայն իրեն հիշողությունը կամ մի հատ չիպ միացնես, հանես, այդ չիպը վերցնես, կամպյուտերը ջարդես փշրես, այդ չիպը ինչ, դա դուք չեք արդեն, դա կարող է մտնել մեկի մեջ եւ նրան ինչ-որ ինֆորմացիա տալ, այդ մարդը մի քիչ ավելի շատ ինֆորմացիա ունենա ինչ-որ բանի մասին, բայց դա արդեն դուք չեք։ Դրա համար, եթե մարդիկ մտածում են մարդկության նպատակը որն է, մարդկությունը պետք է ունենար նպատակ հայայի օրենքներով, գոյատևել, աշխատել, ստեղծել եւ լինել այն քանակի, որ ոչ բնությանը վնաս տար, ոչ բնությունը մարդկությանը վնաս տար եւ ապրեր տեզերքի օրենքներով։ Տեզերքի օրենքներով, այսինքն եթե մենք մեքենաներ ենք աշխատեցնում, այդ մեքենան մեր փոխարեն գործողություն է կատարում, տեզերքից ստացած նրա էներգիան մեր մեջ չի մտնում, մտնում է նրա մեջ եւ մենք թուլանում ենք, ֆիզիկապես դառնում ենք թուլ։ Երկրորդը բնության օրենքները, բնության օրենքներով 80,000 տարի հետո պետք է նորից զերոյից սկսենք, այսինքն պետք է լինեն այն մարդիկ, հայերը, որոնք պետք է նորից սկսեն այդ ամենի ստեղծումը, եթե չլինեն, մարդկությունը գնում է կործանման, այսինքն այս տականքները եւ սրանց ղեկավար բրուտը ամբողջ աշխարհն են տանում կործանման եւ հայ աստվածների օրենքներով երկիր մոլորակը դա մի մեծ հարստություն է, որտեղ մարդը իր աշխատանքով ստեղծում է հայ աստվածների տված մշակովի բույսերով եւ կենդանիներով, միևնույն ժամանակ բնությունից ստացած ամեն ինչով, պահպանելով իր գոյությունը եւ իր երջանիկ կյանքը ապրելով։ Այդպես է եղել։ Հիմա էլ նորից կամ պետք է վերադառնալ դրան, կամ բրուտը տանում է կործանման, իսկ 150-250-ից 200 տարի հետո, այսպես թե այնպես մենք վերանում ենք, մի մասը կմնան, որոնք կշարունակեն նորից զերո կետից, հիշողություն ամեն ինչ կկորչի, կսկսեն զերո կետից, եւ դրա համար այսօր մենք մեր էթնիկ հողը կորցնենք, այսինքն էլ հաջորդ փուլերում մենք չենք լինելու, դա է մեր նպատակը, հայերիս նպատակը, իմ խոսելու այսքան ասելու նպատակը դա է, որ գոնե այս վերջին հողակտորը պետք է մենք այրյան գնով էլ պահպանենք։ Սա մերն է, եւ մենք եթե փորձում ենք մեր տեսակը մնա երկիր մոլորակում, պետք է կատարենք, իսկ սրանից հետո, երբ որ կգա, այլևս աշխարհին թույլ չենք տա այս ձևով զարգանա, ամեն մեկը կլինի իր վանդակում, եւ հայը արդեն կսկսի այլ ձևով վարվել աշխարհի հետ, այսքանը։